Ինչպես տեսնում եք, հազարավոր համակիրներ ոգևորությամբ, ջերմությամբ ողջունում են Գագիկ Ծառուկյանին։ Տևական ժամանակ է ինչ Գագիկ Ծառուկյանը այստեղ է, բայց համակիրները նրան չեն թողնում մասնակցել երթին։ Բազմաթիվ են հարցերը, հույզերը, տպավորությունները, հույսի խոսքերը, որ նրան կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Նկարներ, այսպես ողջագուրումներ, բավականին ոգևորված են այստեղ, եւ ինչպես այնտեղ պաստառին եք տեսնում, Աբովյանցին Ծառուկյանի կողքին է։ Պարոն Ծառուկյան, հազարավոր համակիրներ ողջունում են ձեզ, ջերմությամբ դիմավորում ու հույսեր կապում ձեզ հետ։ Ինչով է այդ հույսը պայմանավորվելու, ինչպիսին է ԲՀԿ-ի առաջարկը լինելու, որպեսզի մարդկանց դեմքին կրկին ժպիտ գա։ Ուրեմն մենք արդեն ներկայացել ենք, ասել ենք, շփվել ենք, տեղյակ ենք ժողովրդի խնդիրների մասին, ինչ որ անհրաժեշտ է, դա գրված է առաջարկ Հայաստան ծրագրում, որ ծրագիրը կազմված է ժողովրդի կողմից, լուծումները մենք ենք արել, մեր լավ մասնագետները, ու ասեմ ինչ որ ես ասում եմ, մի բան լավ է լինելու է, կարևորը թող վստահեն տան ու պահանջել, ձևներ գիտենք, հնարավորություններ գիտենք, ցանկություններ ունենք։ Երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան։ Ինչ ասել է երաշխավորված խաղաղությունը, ԲՀԿ-ն հատկապես այս կետն է առաջ մղում մարզերում, սահմանին, Երևանում նաև։ Դա իրականությունն է, որ ես ասում եմ երաշխավորված խաղաղություն, որ դա պետք է ընդմիշտ փակենք դուրը պատերազմի դեմ եւ մեր ժողովուրդը զբաղվի իր գործով, իր աշխատանքով, իր բարեկեցությամբ։ Անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Մի քանի հզոր պետություններ պետք է միասին ստորագրեն համաձայնություն տան, որ իրանք երաշխավորում են մեր ժողովրդի անվտանգություն եւ խաղաղություն։ Միայն այդ կերպ կարելի է երաշխավորված խաղաղություն ունենալ։ Շատ հաճախ են մարդիկ մտավախություններ ունենում ձեզ հաջող երթ։ Ահա ինչպես տեսնում եք, պատշգամբներից բոլորին ողջունում են, հաղթանակ են մաղթում ԲՀԿ-ին։ Այո, ամենուրեք այստեղ
ԲՀԿ-ի նրա ղեկավարած ուժին շատ լավ են ճանաչում, հատկապես Աբովյանում ու Կոտայքի մարզում։ Իհարկե չկա մարզ, որտեղ նրան ջերմորեն ողջագուրումներով չընդունեն, բայց այս մարզում թերևս շատ բաներ ունի արված ԲՀԿ ղեկավարը։ Այսպես մարդիկ տեսնում ենք ոգևորությամբ ընդունում են ձեր ներկայացրած քաղաքական ուժին։ Կխնդրեի մի քանի բառով, մի քանի խոսքով, այսպես ինչքան հնարավորություն տալիս է այս ճանապարհը, ներկայացնեք, թե որն է լինելու ձեր առաջարկը, որն է, ինչպիսի Հայաստան ենք կերտելու։ Նախ շատ շնորհակալություն, ուզում եմ ասել, որ այս ամեն ինչ որ տեսնում եք իրական է, ժողովուրդը իսկապես սիրում է պարոն Ծառուկյանին, իսկապես հպարտանում է ու մենք մշտապես իր կողքին ենք ու կերտելու ենք հրաշալի Հայաստան, ամենակարևոր ունենալու ենք երաշխավորված խաղաղություն ու անվտանգ երկրում ենք ապրելու, դա միանշանակ հստակ ձեզ ասում եմ, հավատացնում եմ, քանզի ես բազմաթիվ տարիներ եմ արդեն այս ամեն ինչի մեջ ու տեսել եմ ամեն ինչ որ արել պարոն Ծառուկյանը, ներեցեք, ու համոզված եմ դեռ մեր առջևում շատ բազմաթիվ լավ օրեր ենք ունենալու։ Շնորհակալություն։ Ինչպես տեսնում եք, ճանապարհներին եւս այսպես ոգևորությամբ են հետևում երթին, ճանապարհից նաեւ միանում նրանք, ովքեր դեռ չեն հասցրել։ Իդեպ ասեմ, Երևանից այստեղ գալու ճանապարհին բավական շատ այսպես ոգևորված մարդիկ ենք տեսնում, որոնք սպասում են, որպեսզի միանան ինչպես երթին, այնպես էլ քարոզարշավին, որը քիչ անց մեկնարկելու է Աբովյանի բարեկամության հրապարակից։ Այնպես որ մարդիկ հույսով, հավատով, ոգևորությամբ սպասում են Գագիկ Ծառուկյանի ելույթին։ Առաջ ասեք, շուշուտ։ Ինչպես տեսնում եք, այստեղ առջևում հազարավոր համակիրներ այստեղ են միացել։ Քիչ առաջ նշեցի, որ ամենուրեք տեսնում ենք մենք Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի համակիրներին։
Աբովյանը Ծառուկյանի կողքին է։ Ծառուկյանի խոսքը գործ է, ահա վեր բարձրացրած պաստառները, որ դուք քիչ անց կտեսնեք կամ արդեն տեսնում եք։ Ծափողջույններ, ողջագուրումներ։ Ահա ես իմ օպերատորին կխնդրեմ բարձրացնի ու նկարի այն պատշգամբը, որտեղից այսպես նայում են, հետևում ու հաղթանակ մաղթում։ Մարդկանց բազմությունը ինչքան որ մոտենում ենք հրապարակին, այնքան ինչպես տեսնում եք հոծ է դառնում։ Աստարի ապրեց։ Երկու 3 օլիմպիադա եմ անցկացրել դրանից հետո։ Մալադեց։ Դուք եւս ներկայացված եք որպես տեխնացու։ Կխնդրեի ձեր համար ամենակարևոր առանցքայինը, որ ԲՀԿ-ն առաջնարկում է առաջարկ Հայաստանին ծրագրով։ Երաշխավորված խաղաղություն, ամենակարևորը, երջանիկ ապագա, անվճար ուսուցում երիտասարդներին, մանկապարտեզներում, կրթական համակարգում դա ընդհանրապես, բարեկեցիկ կյանք։ Այսը շարքային քաղաքացին, ինչի հավատով, հույսով է ձայնը տալու ԲՀԿ-ին, վստահելու ԲՀԿ-ին։ Վստահելու։ Ապացուցել է այդ հավատալու։ Աշխատանքով նվիրվածության պարոն Ծառուկյանը միշտ եղել է
մեր սովորական քաղաքացիների կողքին, անկախ իրավիճակից, անկախ ամեն ինչից, աջակցելով, հնարավորինս աջակցելով բոլոր այն խավերին, որտեղ որ եղել է անհրաժեշտությունը եւ կարիքը։ Շնորհակալություն, իսկ ես հիշեցնեմ, որ շարունակում է ԲՀԿ առաջնորդի գլխավորած երթը դեպի բարեկամության հրապարակ, որտեղ եւ ելույթով հանդես կգա ԲՀԿ առաջնորդը մանրամասնորեն ներկայացնելու առաջարկ Հայաստանին։ Ինչպես նշեցի, պարբերաբար այստեղ մեծ խմբեր են սպասում պարոն Ծառուկյանին ու նրա գլխավորած քաղաքական ուժին միանալու երթով շարժվելու դեպի բարեկամության հրապարակ։ Ինչպես նրանք են նշում, հույսով հավատող վաղվա օրվա հանդեպ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։